Քիչ առաջ ABC մեդիայի ամփոփիչ թողարկմանը անդրադարձել եմ հետևյալ թեմաներին։ Նիկոլ Փաշինյանի հետ 2 օր առաջ Արաբկիրում թեժ բանավեճից հետո կալանավորված Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել։ ՔՊԻ այսօրվա հանդիպումներից մեկի ժամանակ զոհված զինծառայողի մայրը փորձել է մոտենալ Փաշինյանին, խնդրելով որդու Աճյունը Արցախից տեղափոխել եւ հուղարկավորել Եռաբլուրում, բայց կնոջ խոսքով ոստիկանները թույլ չեն տվել մոտենալ Փաշինյանին։ Հայաստան դաշինքն այսօր քարոզարշավը շարունակել է Արագածոտնի մարզում։ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ գործող իշխանությունը Հայաստանը վերածում է աշխարհաքաղաքական բախումների կենտրոնի, որի գինը վճարելու է ժողովուրդը։ Այսօր շարունակվել է Բագրատ Սրբազանի եւ աջակիցների գործով դատական նիստը։ Գործովացնող Արթուր Սարգսյանը, որը նաեւ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու է, տնային կալանքի պատճառով չի կարողանում մասնակցել քարոզարշավին։ Դատարանը մերժել է նաեւ նույն գործովացնող Իգոր Սարգսյանի փաստաբանի միջնորդությունը, նրա տնային կալանքը երկարաձգվել